2002 թվականի «Բրիգադա» հայտնի սերիալը ռուսական ամենահայտնի և պաշտամունքային սերիալներից մեկն է, որը անմոռանալի տպավորություն է թողնում հեռուստադիտողների վրա։ Հայտնի սերիալը ոչ միայն հեռուստադիտողին ընկղմեց 90-ականների աշխարհի մեջ, այլև ցուցադրեց իսկական տղամարդկային բարեկամություն, պատմությանը դրամա հաղորդելով։ Սակայն կուլիսներում երկու գլխավոր դերակատարների՝ Սերգեյ Բեզուկովի և Վլադիմիր Վդովիչենկովի միջև ամեն ինչ այնքան էլ հարթ չէր։ Նույնիսկ սերիալի նախնական արտադրության ժամանակ դերասանների միջև անհամաձայնություններ առաջացան, որոնք ազդեցին նրանց ապագա հարաբերությունների վրա։ Ռեժիսոր Ալեքսեյ Սիդորովը որոշեց, որ դերասանները մեկ ամիս ապրեն նույն տանը, որպեսզի նրանք կարողանան ապրել իրենց դերերը և վերականգնեն հարաբերությունները։ Սակայն դա չօգնեց Բեզուկովի և Վդովիչենկովի միջև բարեկամական մթնոլորտ ստեղծել։ Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Բեզուկովը ընտրվեց Սաշա Բելովի դերի համար, քանի որ Վդովիչենկովը նույնպես դիտարկվում էր այդ դերի համար, չնայած նա ի վերջո մարմնավորեց սերիալի մեկ այլ գլխավոր հերոսի՝ Ֆիլի դերը, որը նույնպես հաջողված էր, սակայն դերասանների միջև դժգոհությունը մնաց։ Իրավիճակը սրվեց մի քանի տարի անց, երբ դերասանները հանդիպեցին խորհրդային բանաստեղծ, թատրոնի և կինոյի դերասան, երգերի հեղինակ Վլադիմիր Վիսոցկուն նվիրված 2011 թվականի «Վիսոցկի, շնորհակալություն, որ ողջ ես» կենսագրական ֆիլմի քաստինգում, և այստեղ էլ նույն սցենարը կրկնվեց։ Վլադիմիր Վիսոցկիի դերը բաժին ասավ Բեզուկովին։ Այս միջադեպն ամրապնդեց նրանց թշնամանքը և նրանց հարաբերությունները երբեք այլևս չվերականգնվեցին։ «Բրիգադա» սերիալի թողարկումից անցել է ավելի քան 2 տասնամյակ, բայց դերասանների միջև հաշտեցման մասին խոսք չկա։ Բեզուկովն ու Վդովիչենկովը խուսափում են շփումներից, միասին չեն նկարահանվում նոր նախագծերում և հազվադեպ են միասին հայտնվում հասարակական միջոցառումներին։ Նկարահանման հրապարակում առաջացած անհամաձայնությունները մնում էին այն պատճառը, որ երկու ականավոր դերասանները չեն կարողանում միասին աշխատել, չնայած իրենց հաջողակ կարիերային։